Լավ։ Ալո, Արտուր։ Այ կարո հիմա չէ, ոչ մեկիդ հետ չեմ ուզում խոսում։ Բարև։ Լավ ես։ Դու ոնց ես։ Հոգնած։ Ինչի։ Արագ եկա։ Ես արդեն պատվիրել եմ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Մեր սիրածից, հա։ Իսկ թվում է երևի դու էլ նույնը պատվիրես։ Հա, էլ չնայեմ լավ։ Նորմալ դրանից։ Նույնից։ Այո։ Մենք էլ մի ամսով գնում ենք հորքուրիս մոտ Օդեսա։ Հանգստանալու։ Գնանք մի քիչ լիցքաթափվենք գանք։ Ուրախ եմ շատ։ Աստորեն Սաշը չի նստելու։ Ոչ, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Հիմա արդեն հանգիստ կարող եմ շնչել։ Շատ լավ է։ Ինչ անակնկալ ես ուզում պատրաստես։ Ընթրիք։ Ռոմանտիկ։ Շնորհակալ եմ։ Հա։ Անցյալ անգամ ինքը ինձ համար կազմակերպել էր, հիշում ես։ Ուղղակի ես ամեն ինչ փչացրի։ Այս անգամ որոշել եմ ոչինչ չփչացնեմ ու ամեն ինչ շատ սիրուն կլինի երևի։ Ինձ էլ է տենց թվում, վերցրու ես բանալիները։ Չմոռանամ։ Շնորհակալություն։ Բարի ժամանց։ Ինչ ես տենց խորհրդավոր ժպտում։ Չէ, պարզապես բարի ժամանց։ Վառա, այդ ընդամենը ընթրիք է, գեղեցիկ ընթրիք։ Բայց ես բան չասեցի։ Բայց ժպտացիր, ինչը որ արդեն ինչ-որ բան նշանակում է։ Օրինակ, որ քեզ համար ընթրիք կազմակերպեին, անակնկալեն էլ չէիր ուրախանա։ Շատ ուրախանայի։ Ուզում եմ նշենք, համել վաղուց լավ ժամանակ չենք անցկացրել, հիմա ինքը շատ լարված է։ Հուսով եմ ամեն ինչ լավ կանցնի։ Իսկ ինչով է զբաղվելու, ինչ անելու։ Դե դեռ չգիտեմ, բայց երևի կշարունակի ուսումը։ Կամ կաշխատի, չգիտեմ։ Դե կարևորը որ ազատ եմ։ Մի խոսքով իմ ընկերուհին Երջանիկ է։ Շատ։ Կարող եմ հանգիստ թողնեմ ու գնամ։ Հա, բայց բանալիները խնդրում եմ չտանես։ Դու պատմի, վաղուց չենք հանդիպել, եթե ես չզանգեմ, դու ընդհանրապես չես զանգի։ Ինչի՞։ Ես չեմ զանգել քեզ, լույս։ Ինչ տպավորություն ունես։ Շատ լավ, զարմացած եմ։ Տեսնում ես։ Հա։ Դու ընդամենը 2 տարի ես բանակում ծառայել, իսկ նրանք 6-րդ դասարանից այս ռեժիմով աշխատում են։ Բանակը կարգապահություն է սիրում եւ ամենօրյա աշխատանք, ամենօրյա ծառայություն։ Այ հիմա արդեն հասկանում եմ, թե ինչ է բանակը։ Մինչև չծառայես, չես հասկանա։ Պարոն գեներալ-մայոր, Հայաստանի Հանրապետության փոքր մհեր կրթամարերի սաները, ովքեր արժանացել են խրախուսման, շարված են։ Փոքր մհեր կրթամարերի տնօրեն Գնդապետ Մուրադյան։ Ազատ։ Ազատ։
Հայկազուններ, ձեզ համար շատ կարևոր օր է, շնորհավորում եմ ավարտելու և բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար։ Դժվար ճանապարհ եք ընտրել, հաճախ զինվորական ծառայությունն ու խստությունը կարող են ձեզ ծանր թվալ, բայց երբ դա դառնում է սովորական կյանքի ռիթմ, այլ կերպ չես կարող։ Ձեր առաջադիմությունը, գիտելիքները և կարգապահությունը շատ կարևոր են մեր գործում։ Ասում եմ մեր, որովհետև մենք բոլորս նախ և առաջ զինվորներ ենք։ Եվ այս առիթով ուզում եմ ձեզ փոքրիկ հուշանվերներ մատուցել։ Արսեն, Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ 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 Անիտա, ինչ ես անում։ Ինչ ես զարմացած նայում, հարցնում եմ ինչ ես անում։ Չես տեսնում, կոշիկներս եմ հագնում։ Ես տեսնում եմ, որ դու կոշիկներդ ես հագնում։ Բա որ տեսնում ես ինչ ես հարցնում։ Որովհետև ուզում եմ իմանամ, թե ինչ ես կոշիկները հագնում։ Տարօրինակ հարցեր ես տալիս։ Ուր էիր պատրաստում գնել։ Ես մաման տանը չի։ Չէ։ Կարող եմ իտեղ գնանք նախաճաշենք, կուզես։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Անիտա, սպասի։ Երբ որ դուրս եկա, դու քնած էիր։ Ու ես հիմա եկել եմ տուն, տեսնում որ սենց վիճակ է։ Ես գնում եմ, չես հասկանում։ Ես վաղը հաստատ գնում եմ, չէ՞ ներկայանամ զինկոմիսարիատ։ Աստորեն բանակ ես գնում։ Հա, հաստատ գնում եմ։ Ու այդ քննարկման ենթակա չի։ Հա, լույս։ Բարև, Սաշ։ Բարև, ո՞նց ես։ Շատ լավ եմ։ Ինչ լավ է։ Ուզում եմ հանդիպենք, պետք է խոսենք։ Ինչպիսի դու կատիպություն սիրելիս, ես էլ էի ուզում, որ հանդիպենք։ Տրամադրությունը շատ լավ է, ոնց որ։ Այո, երեկոյան հանդիպում ենք։ Լավ։ Անակնկալ ունեմ քեզ համար։ Ինչ անակնկալ։ Հիմա չեմ ասի։ Լավ, լույս, ասա հիմա։ Ոչ, հիմա ես շատ զբաղված եմ, հետո կխոսենք, լավ։ Լույս, սպասի։ Կներես, բայց չեմ կարող, հաջողություն։ Ուր եմ տանում քեզ։ Սաշ, ինչ եղավ քեզ։ Այսօր հազիվ որոշել էի, որ պետքա Լուսինեին ամեն ինչ ասեմ, այնալ տրամադրությունը շատ բարձր է։ Լավ չի։ Ինձ ուրախ էր, որ չգիտեմ ոնց եմ ասելու։ Հա, բայց մի նեղվի, մեկա մի օր պիտի ասես, չէ։ Հա։ Երևանում ինչքան շուտ ասես, այնքան լավ։ Ինչ դժվար է իջնում ջերմությունը։
Քեզ արտնացրի։ Չէ։ Կներես։ Ուղղակի ուզում էի տեսնեի իջավ ջերմությունը։ Քնի ուզում ես։ Արի ես գնամ դու քնի, հա։ Դե խոր չես, չէ։ Ինչ եմ եփում, որ ուտես։ Չգիտեմ։ Ինչ է սիրտը դզում։ Սրտիկ։ Ինչ ուզում ես։ Գիտեմ։ Ինչ եմ ուզում։ Իսակն եմ եփեմ։ Տեր Աստված, եթե փորձություն ես տվել, ուշտուր որ հաղթահարենք։ Ես էլ չեմ կարողանում տեսնել Նարեին այս վիճակում։ Թող ձերքս, ես գնում եմ ու չգաս հետևիցս։ Աղջիկ ջան, դու գժվել ես տեղդ կանգնի։ Չեմ գժվել, հազիվ մի խելացի բան եմ ուզում անեմ։ Այդտեղ ոչ մի խելացի բան չկա։ Եթե մենք ստեղից դուրս ենք գալու, ուրեմն դուրս ենք գալի միասին։ Ես չեմ հասկանում, դու ինքդ ես փախչում ինձանից, հիմա ինչի՞ չես թողնում, որ ես գնամ։ Անիտա, ես ոչ մի տեղից էլ չեմ փախչում։ Հանգիստ նստի տեղդ։ Դու չես ուզում անգամ մի րոպե իմ կողքին ավել մնալ։ Եթե ես չուզեի, հաստատ չէի մնա։ Ու ինձ ոչ ոք չէր կարա ուժով ստիպել ու բերել ստեղ։ Դու հասկանում ես, որ մենք ընդամենը 3 ենք ամուսնացել, իսկ դու… Լավ, սա վերջ։ Վերջ ամեն ինչ նորմալ է, մենք 3 ենք ամուսնացել ու մեր ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ես դու իմ արդեն կռիվ ես անում։ Ես քեզ իրոք չեմ հասկանում։ Դու ինձ երբեք էլ չես հասկացել։ Բայց դա քեզ երբեք չի խանգարել ինձ սիրել։ Ուր ենք գնում։ Գնում ենք մի տեղ նախաճաշենք։ Չէ, ուզում եմ ես պատրաստեմ մի բան։ Չես պնդում, որ դու ես ուզում պատրաստես, ես էլ ասում եմ արի գնանք մի տեղ նախաճաշենք։ Չէ, խնդրում եմ, արի կլինի ես պատրաստեմ այս մի բան, լավ։ Դա լավ, որ այդքան շատ ես ուզում, ուրեմն կլինի։ Արտուր, հանգիստ։ Ես քո տունն է, ես քո տան պատերն է ու ես քո տեղը։ Ինչ ես խառնվել էր, ինչ ես ուզում։ Սառնարանում չկա այն ամեն ինչը որ մեզ պետք է, հա, կլինի գնանք խանութ։ Չէ, փաստորեն ամեն ինչ գնում է նրան, որ մենք գնանք նախաճաշենք ինչ-որ մի տեղ։ Չէ, ամեն ինչ գնում է նրան, որ մենք գնանք խանութ ու գնանք այն ամեն ինչը որ մեզ պետք է։ Ես արդեն հագնված եմ, այնպես որ դու ինձ շատ երկար չես սպասի։ Հիմա շուտ գնանք գանք, լավ։ Ես զարմանում եմ, ինչի ես դու տրամադրվել ու անընդհատ խոսում ես նրա մասին, որ դու ես ուզում ինչ-որ բան պատրաստես։ Դե լսել եմ, որ համեղ պատրաստում ես, տղամարդել ավելի շատ է սկսում սիրել քեզ։ Հիմարություն։ Ես չեմ հավատում դրան։ Այնպես որ մոռացիր, այդպես բան չկա իրականում, լավ։ Լավ։ Շնորհակալ եմ։ Ինչ ես այդքան զանգում։ Նարէն եմ զանգում։ Հա, գիտեմ, որ Նարէին ես զանգում։ Ինչ ես այդքան զանգում։ Անշոտ էլ հեռախոսը։ Եկավ, նստեց կողքս, խոսեցինք։ Ու հելավ գնաց։ Ու ես հիմա չեմ հասկանում ինքը ընդհանրապես ինչի մասն է մտածում։ Չեմ հասկանում ինչեր ինքը ընդհանրապես ձևեր թափում։ Ես քեզ ընդհանրապես չեմ հասկանում։ Դու չէիր ասում, որ թող չգա, ինչի է գալիս, ինչի է ինձ խղճում, չեմ ուզում որ էլ գա։ Հիմա ինչ ես ուզում։ Ուզում էի հասկանալ ինչի այդքան հոգատար ձև անում։ Չնայած արդեն գիտեմ։